Սիրելիներս, ես շատ եմ խոսել ներման մասին, շատ ասելով մի քանի ձայնագրություններ ունեմ ներման մասին, ներումը շատ կարևոր է, շատ, և չներումը դա մեղք է, ծանրանում է մարդու վրա և նոր ուրիշ մեղքերի համար դռներ է բացում, չարի համար դռներ է բացում, որովհետև չներումից շատ նոր ուրիշ խնդիրներ են առաջանում մարդու հոգում և սրտում, չարություն, քննադատություն, մեղադրանք, զրպարտում և այլն, շատ, և այն մարդը, ով չի ներում, ինքը իրեն է տանջում և նրան կարող է տանջել, ում որ ինքը չի կարողանում ներել, և չներման պատճառով նորանոր մեղքերի մեջ է ինքը հայտնվում, չներումը դա շատ լուրջ խնդիր է, այսպես ասեմ, մեր համար և մեղք է, դրա համար մենք միշտ պետք է վստահ լինենք, զննենք մեր սիրտը, խնդրենք, որ Սուրբ Հոգին ցույց տա մեր սխալները և որպեսզի ընդունենք, հասկանանք, որ մենք արդյոք ներել ենք, թե ոչ, որովհետև շատերը խոսքով, ուղղակի խոսքով, խոսքի մակարդակով իրենք իրենց ասում են, որ ներել եմ այս մարդուն և իրենք իրենց ներշնչում են, հավատացնում են, որ հա, ես ներել եմ, բայց դա ընդամենը խոսքի մակարդակով է եղել և սրտով չի ներել և դա չի համարվելու ներում, Աստված տեսնում է մեր սրտերը և նա շատ լավ գիտի մեր սրտում ինչ կա և եթե մենք չենք ներում սրտով, եթե մեր սրտում սեր չկա, եթե մենք չենք կարողանում սիրել այն մարդուն, ով մեր կարծիքով մեր հանդեպ սխալ է եղել, սեր չկա սրտի մեջ այդքան ուրեմն, որպեսզի կարողանանք ներել և խոսքերով ուղղակի դա չի լինի ներում և առաջինը, ում կվնասի այդ չներումը, հենց չներող մարդն է, չներող մարդը իր չներումով վնասում է առաջինը ինքն իրեն, որովհետև իր սրտի մեջ անսերություն կա, որովհետև իր սրտի մեջ չարություն կա և այդ չարությունը բնականաբար նոր մեղքեր է ծնելու, վստահ եղեք, որ դուք ներել եք, եթե վստահ չեք, խնդրեք Տիրոջը, Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին ամեն ինչ անում է մեր համար, նա մեր մխիթարիչն է, նա մեր ուսուցիչն է, նա մեր բժիշկն է, նա մեր ընկերն է, նա մեր ամենամոտ ընկերն է, նա մեր ամենամոտ հարազատն է, նա մեր համար է, Աստված իր Սուրբ Հոգին ուղարկել է երկիր մեզանից յուրաքանչյուրի համար, նա մեր օգնականն է, ամեն ինչում վստահեք Սուրբ Հոգուն և խոսեք Սուրբ Հոգու հետ և նա ձեզ լսում է և նա ձեր մեջ է և նա ձեզ ուղղորդում է, ուղղում է, ձեր սխալը ցույց է տալիս և օգնում է, որ այդ սխալից ազատվեք, ամեն ինչ տվեք Սուրբ Հոգուն, մեզանից ոչ ոք չունի ավելի մտերիմ, հարազատ ու ընկեր, քան Սուրբ Հոգին է, նախորդ ձայնագրության մեջ ես խոսում էի, որ շատ ժամանակ մեր խիղճը, բարությունը և բարի դրական լավ էմոցիաները, որոնք արդեն շատ հեռուն են գնում, այսպես ասած, օրինակ լինում է, որ իմ հետ եղել է, շատերի հետ է լինում, որ մենք մտածում ենք, որ մենք պարտավոր ենք, մենք պիտի օգնենք մինչև վերջ, արդեն ոչ այնպիսի կերպով, որ օրինակ շատերս մեզ մանավանդ կանանց մոտ այդ հատկությունը կա հենց մեր բնույթը այդպիսին է, մեզանից շատերը մտածում են, որ իրենք պիտի փրկեն, պիտի, չգիտեմ, սարեր շուռ տան, մեծ գործեր անենք, որովհետև մենք կանայք մեր բնույթի մեջ կա այդ հատկությունը, այդ տեսակը, այդ բնավորությունը մեզանից շատերի մեջ կա, որ մենք ուզում ենք անել առավելագույնը, քան կարող ենք և քան պետք է և խղճի սահմաններում հասնում ենք այն ամենածայրահեղ հեռու տեղը, որովհետև մեր խիղճը մեզ տանջում է, պիտի անենք և նաև ներման ժամանակ, երբ մենք ներում ենք, մեր խղճի պատճառով մենք կարող ենք ծուղակը ընկնել, այսպես ասեմ, հիմա տեսեք, երբ ներում ենք, շատ ժամանակ հարցնում են, ներելուց հետո պետք է շփվենք մարդու հետ, թե կարող ենք շփվել, պարտադիր է, որ նրան նորից ընդունենք մեր կյանք, թե ոչ, և ես հենց իմ կյանքի փորձից եւ այն ամենից, ինչ որ ինձ սովորեցրել է Սուրբ Հոգին, ես ասում եմ այսպես.
Ուրեմն ներել, երբ մարդը ինքը ասում է ներել եմ, սակայն չի կարողանում այդ մարդու մասին լսել, չի ուզում լսել, չի ուզում հիշել, երբ նա մասին խոսում են, նա չարանում է կամ բարկանում է եւ այլն, ուրեմն չես ներել։ Եվ այստեղ կարևորը իսկական ներումն է, ոչ թե հետագա շփումը, որովհետև լինում են դեպքեր, երբ մարդ կարող է ներել սրտանց ամբողջ սրտով եւ հետո ունենալ ավելի լավ շփում ու հարաբերություններ տվյալ մարդու հետ։ Բայց եթե դու արդեն ներել ես, իրական ներելու մասին եմ խոսում, ներել ես եւ քո մեջ սեր կա այդ մարդու հանդեպ, սերը այն սիրո մասին չի խոսքը, որ ես սիրում եմ իրան, ես իր համար ամեն ինչ պիտի անեմ եւ այլն, ոչինչ, որ ինքը ժամանակին սխալ է արել, դրա մասին չի խոսքը։ Սեր, երբ քո մեջ կա բարություն եւ խաղաղություն եւ եթե քո կարիք ունենա այդ մարդը, դու նրան չես մերժի, դու նրա հանդեպ չես չարանում, չես բարկանում, վատը չես կամենում, հակառակը դու ուզում ես նա օրհնվի Աստծո կողմից, դու ուզում ես նա բարի մեջ ապրի, բարության մեջ ապրի, խաղաղության մեջ ապրի, ամեն ինչ լավ լինի նրա մոտ, բայց դա արդեն ներում է, դա արդեն սեր է, չի նշանակում, որ դու պետք է մի այսպես բուրըն տաք ջերմ սիրով նրան սիրես եւ ձգտես նրան, ոչ, սիրելը, ներելը դա արդեն չչարանալ, չբարկանալ եւ բարին կամենալ այդ մարդուն, սրտանց բարին կամենալ, օրհնել այդ մարդուն եւ եթե քո կարիքը ունի այդ մարդը, թեկուզ ոչ անմիջական ուղիղ շփումով, բայց դու կարող ես նրան օգնել, բայց չշփվել նրա հետ թեկուզ, որովհետեւ հնարավոր է, որ այդ մարդուն դու նախկինում նույնպես ներել ես, էլի ներել ես, բայց տեսել ես նրա կողմից չար գործեր։ Ուրեմն պետք չի երրորդ անգամ, չորրորդ անգամ նորից շփվել նրա հետ, որովհետև դու տեսնում ես, որ նա չի փոխվում, բայց դու ես փոխվում, դու կարող ես լինել բարի, դու կարող ես արարել բարին, դու կարող ես սիրել, դու կարող ես օրհնել, դու կարող ես լավը տալ, դա է կարևորը, եւ եթե մարդուն ներել ես մի անգամ, նա նորից քեզ չարիք է գործել, մանավանդ մեծ չարիք է գործել քո հանդեպ, նորից ես ներել, նորից է չարիք գործել եւ դեռ շարունակում է գործել, բնականաբար արդեն ճիշտ չի լինի ներելուց հետո շփվել նրա հետ։ Իմ կյանքում եղել է, երբ ես ներել եմ բաներ, որոնք ինձ շատ վնասել են, ես ներել եմ իմ այս հոգևոր կյանքի ճանապարհի ընթացքում ներել եմ բաներ, որոնք ինձ շատ են վնասել, բայց ես ներել եմ ու նույն պահին շփվել եմ այն մարդու հետ, որը կարողացել է իմ կյանքը մղձավանջի վերածել եւ հենց ներելուց հետո նույն պահին ես նրան ընդունել եմ իմ կյանք նորից, սրտաբաց նույն կերպով կարծես ոչինչ չի եղել, բայց այդ մարդը արդեն ավելի մեծ չարիք է ինձ իմ համար պատրաստել եւ դրանից հետո ծուղակներ էլ արել իմ դեմ, սակայն ես բաց սրտով շփվել եմ նրա հետ, կարծես թե ոչինչ էլ չէր եղել։ Եվ նա իմ հետ շփվելով իմ դեմ ծուղակներ է պատրաստել։ Եվ ես դա նորից ներել եմ, հետո նորից ներել եմ, բայց չի նշանակում, որ պիտի ես նրա հետ շփվեմ, որովհետև դա իմ կողմից արդեն կլինի ոչ խելացի, ոչ իմաստուն քայլ, դա կլինի, որ դու տեսնում ես, որ չարը գործում է այդ մարդու միջոցով եւ ընդունում ես նրան քո կյանք, դու ուղիղ ձևով դուրը բացում ես, ասում ես չար արի։ Դա արդեն բնականաբար պարզ է, որ ճիշտ չէ։ Դրա համար մենք կարևորը, որ մենք ներենք, բայց եղել է դեպք, երբ արդեն ուրիշ սովորական, ոչ հոգևոր կյանքում, օրինակ, ինչ-որ մեկ ինձ նեղացրել է, կամ ես եմ իրեն նեղացրել եւ ներողություն եմ խնդրել, նրա նեղացրածները չեմ հիշել, այլ իմ արածի համար, միևնույն է, ես չեմ հաշտվել, որ ես ժամանակին նրա հանդեպ անարդար եմ վարվել եւ ես ներողություն եմ խնդրել եւ դրանից հետո մեր հարաբերությունները ավելի լավն են դարձել։ Լինում է այդպես, երբ մենք սխալվում ենք իրար հանդեպ, ներում ենք իրար եւ ավելի Աստծո սերը լցվում է մեր կյանք, մեր մեջ ու մենք ավելի լավ սիրո մեջ ենք շփվում իրար հետ, բայց լինում է, երբ դու ներում ես, սակայն դիմացինը միևնույն է շարունակում է իր չար գործերը։ Դրա համար ամենակարևորը ներելն է։ Դու վստահ եղիր, որ դու ներել ես, քո մեջ չկա չարություն, դու կարողանում ես աղոթելիս այդ մարդու համար սրտանց
խնդրել Աստծո օրհնությունը։ Դու նրա մասին երբ մտածում ես, չարություն ես զգում, ուզում ես, որ նրա համար վատ լինի, թե լավ լինի, դու այդ հարցերը քեզ տուր եւ անկեղծ եղիր, որպեսզի իմանաս դու ներել ես։ Կարևորը, եթե դու ներել ես, դու սիրով ես լցված, ամենակարևորը դա է։ Քո սիրտը մաքուր կլինի եւ դու նրա հանդեպ չարիք չես գործի եւ ինքդ քեզ չարիք չես պատճառի, որովհետեւ չներելու արդյունքում ավելի չարանում է մարդը, չարանում է եւ այդպես խորանում է մեղքերի մեջ։ Դա է կարևորը, ոչ թե շփումը, բայց եթե այնպես ստացվի, որ իրար ներելուց հետո հնարավոր է շփվել եւ այդ շփումը դու տեսնում ես, որ Աստծո օրհնությունը կա, Աստծո սերը կա այդ ամենի մեջ, դուք ավելի լավ ընկերներ կամ հարազատներ եք դարձել, այդ մարդը ոչ մի չար բաներ չի փորձում անել քո հանդեպ, շփվիր։ Նայած թե ինչ է տեղի ունեցել ձեր երկուսի միջև, մենք պիտի լսենք Տիրոջ ձայնը, փորձենք լսել Սուրբ Հոգու ձայնը եւ այդ իմաստությունը, այդ Աստծո տված պայծառ լուսավոր միտքը եւ նաեւ առողջ միտքը ունենանք, որ էմոցիաներով չմտածենք, էմոցիաներով չշարժվենք։ Դրա համար պարտադիր չի, որ ներելուց հետո դու շփվես մարդու հետ, պետք չի, պարտադիր չի եւ այլն։ Պետք է մենք հասկանանք, էմոցիաները դնենք մի կողմ եւ հասկանանք, ներել ենք, նա այնպիսին է, որ իր հետ կարելի է շփվել, թե արդեն այնքան շատ չար գործեր ենք տեսել իր կողմից, որ բնականաբար պետք չի շփվել նրա հետ։ Աղոթքներով խնդրեք, որ Տերը ձեզ այդ գիտությունը տա, առաջնորդի, ուղղորդի, որովհետև եթե դու ներում ես չար մարդուն եւ նա չար գործերը շարունակում է եւ դու նրան հետ ես ընդունում, նա կարող է եւ քո կյանքը ավելի բարդացնել եւ իր կյանքը, որովհետև նա կարող է մտնել քո կյանք ու շարունակել իր չար գործերը անել, ծուղակները եւ դրանով ինքն իրեն ավելի խորը մեղքերի մեջ տանել։ Ներել, այո, պետք չի, պարտադիր չի շփվել, բայց ներելուց հետո վստահ եղեք, դուք դա շուրթերի խոսքի մակարդակով եք այդ ներումը արել, թե սրտի։ Մեծ մասը մարդկանց ներում են խոսքերի մակարդակով եւ դա Աստված տեսնում է։ Եթե մենք մեզ կարող ենք խաբել ու ասել, որ ներել եմ, Աստված իրա հետ, շատերը կան ասում են Աստված իրա հետ, Աստված իրան դատավոր։ Եթե դու ներել ես, դու չես ձգտում նրան, որ Աստված պատժի նրան իր գործերի համար, դու օրհնում ես նրան։ Կարող են լինել ինչ-որ պահեր, որ դու հիշես, ցավ զգաս, բայց դա անցողիկ է, դա ակնթարթ հետևում։ Միևնույն է, դու ուզում ես, որ նա օրհնվի Աստծո կողմից, ճիշտ ճանապարհի վրա կանգնի, բայց եթե դու ասում ես, ներել եմ, ինքը ինչ ուզում ա թող անի, Աստված իրան դատավոր, միթե մենք չգիտենք, որ եթե Աստված դատի մեր արած մեղքի դիմաց, դա ինչ ցավոտ է լինելու, ու դու կամենում ես այդ մարդուն, որ Աստված դատի իրան, ուրեմն դու իրան չես ներել։ Շատ շատերը կան, ես ինքս հանդիպել եմ, երբ ասում են, վա, ես ներում եմ իրանց, հա, կարևորը իմ սիրտը մաքուր լինի, թող Աստված իրանց դատի, Աստված դատավոր լինի։ Գիտեք, Աստծո դատերը կարող են շատ խիստ լինել մեր նման հասարակ մահկանացուի հանդեպ, որովհետև մենք հող ենք, հողից ենք ու այնքան տկար ենք, իսկ Աստված այնքան անսահման զորավոր է եւ նրա բարկությունը եւ նրա դատը մեր համար դիմանալու չի, այսպես ասած, փոշու կարող ենք վերածվել, այնպես որ լավ մտածեք, եթե դուք ցանկանում եք, որ Աստված նրան դատի, ուրեմն դուք խիստ եք այդ մարդու հանդեպ, ուրեմն դուք նրան բարությամբ եւ սիրով չեք նայում։ Այսքանը